Բանաձևի գործընկերն է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը։ Եթե ապա Ինգո։ Եթե ապա Ինգո։ Ինգո Արմենիա։ Վճարում ենք միշտ։ Բարև ձեզ, եթերում Բանաձև նախագիծն է։ Տարին մոտենում է ավարտին եւ ժամանակն է ամփոփելու տարին։ Այնինչ պետք է անենք, այնինչ պլանավորել ենք, այնինչ ունեցանք եւ դեռ կունենանք։ Եվ ամփոփումներից գլխավորը բնականաբար հարցի պատասխանն է, թե ինչպես ապրեցինք 2011 թվականին եւ հենց այս առիթով ու այս պատճառով Բանաձևի տաղավարում է մեր երկրի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Բարի երեկո, պարոն Դավթյան։ Բարի երեկո։ Եվ ամենագլխավոր հարցը, որ ձեզ տալու են առաջիկա դեկտեմբերին կամ գուցե նաեւ հունվարին, թե ինչպիսին է տնտեսական աճը այս տարի կամ ինչպիսին կլինի, տարեսկզբին պլանավորում էինք 4.6% տնտեսական աճ, կապահովվի ցուցանիշը թե ոչ։ Կարծում եմ միանշանակ ցուցանիշը ոչ միայն կապահովվի, այլ մենք կարծում ենք, որ այդ ցուցանիշը մի փոքր նույնիսկ ավել կունենանք, ինչպես որ կանխատեսում էինք, եւ դեռ անցյալ տարի մենք ասում էինք, սա այն մինիմալ մակարդակն է, որ մենք պարտավոր ենք ապահովել, եւ կարծում եմ, որ նաեւ տարվա արդյունքները երևի դեռ մի քիչ վաղ է ամփոփել, որովհետև դեռ 1 ամիս կա, իսկ 1 ամիսը տնտեսության մեջ առանձնապես դեկտեմբեր ամիսը սովորաբար բավականին ակտիվ է լինում, եւ կարծում եմ մենք նաեւ լրացուցիչ արդյունքներ կունենանք, ինչևից է կարծում եմ, որ տարին ընդհանուր առմամբ կարելի է համարել արդեն այս պայծրությամբ հաջողված, որովհետև մենք ունենք համախառն ներքին արդյունքի մոտ 5%-ի աճ, եւ ուրախալի է այն, որ այն բավականին դիվերսիֆիկացված է եւ այն ոլորտները, որը մեզ համար ես կասեի կարևոր ուղղություններ են, մասնավորապես արդյունաբերության ոլորտը, գյուղատնտեսության հատվածը, ներդրումները, արտահանման ծավալները, այստեղ մենք ունենք նույնիսկ բավականին ավելի բարձր ցուցանիշներ, մասնավորապես արդյունաբերության ոլորտում, որ այս տարի մենք ունեցանք բավականին լուրջ առաջընթաց, մենք ակնկալում ենք առնվազն 12-13% տնտեսական աճ, արտահանման ծավալները կլինեն մոտ 25-30%-ի շրջանակներում եւ ներդրումների ծավալները 30% աճ նախորդ տարվա համեմատությամբ եւ ներդրումների մասով մենք կարծում ենք որ 15-20%-ի շրջանակներում կունենանք նախորդ տարվա համեմատ աճ։ Արդյունաբերության մասով նաեւ ես կուզենայի ասեի, որ սա ըստ էության վերականգնողական աճ չի, այսինքն սա ոչ թե անցյալ տարվա անկման վրա աճ է, այլ քանի որ մենք անցյալ տարի էլ բավականին լավ արդյունք ունեինք, սա իրոք կայուն աճ է եւ դա այստեղ կարևորագույն։ Մենք մոտենում ենք կամ անցել ենք 2008-ի նախաճգնաժամյան ցուցանիշները։ Բացարձակ թվերով մենք արդեն անցել ենք, որովհետեւ գիտեք համախառն ներքին արդյունքները տնտեսագետները գիտեն կա անվանական եւ իրական հնայի աճ, անվանականով մենք արդեն այդ ծավալները աճել ենք, որտեղ այնտեղ դեֆլյատոր էլեմենտը կա, այսպես կոչված։ Շատ էին տնտեսական բառերը, անվանական նշանակում է թղթի վրա, նշանակում է ռեալ արժեքով, իրական արժեքով, այս պայի գներով, եթե ավելի պարզ ասեմ, այս պայի գներով մենք այդ ծավալը արդեն անցել ենք եւ հիմա մի փոքր նույնիսկ ավելի բարձր է, քան մինչև ճգնաժամը ընդհանուր ծավալները։ Լավ, հասկանալի է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ամբողջ տնտեսությունը սկսկվեց եւ նյարդային ջղաձգումների մեջ էր։ Կարող ենք ասել, որ 2011-ին հաջողվեց գոնե մի փոքր ավելի շատ շունչ քաշել եւ արդեն այդ ճգնաժամը իրեն զգալ չի տալիս։ Ընդհանրապես հիմա արդեն հետևանքներն եք մաքրում այդ ամեն ինչի։ Այո, իհարկե, այս տարվա առումով մենք կարող ենք ասել, որ ճգնաժամը արդեն ընդհանուր առմամբ անցած կարելի է համարել, մենք իհարկե կան հետևանքներ, որ այս պայծրությամբ նույնիսկ որոշակի ազդեցություն են թողում եւ Հայաստանում եւ գլոբալ տնտեսության մեջ, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ տնտեսությունը կարելի է ասել, որ արդեն թևակողել է կայուն զարգացման փուլ։ Եվ ճգնաժամի հետևանքները արդեն մեծ էական ազդեցություն չեն թողնում եւ տնտեսությունը արդեն մենք մտել ենք, կարծում եմ, նաեւ դինամիկ զարգացման։ Միակ ռիսկը կարծում եմ պայմանավորված է դրսի ռիսկերից, գլոբալ տնտեսության զարգացումներից, հուսով եմ, որ այդ զարգացումները
կլինեն ոչ այդքան բացասական եւ իր ազդեցության առումով հնարավորին չափ քիչ բացասական կունենան։ Շինարարության ոլորտը Շինարարության ոլորտի միակ ոլորտն է, որ այս տարի մենք ունենք անկում նախորդ տարվա համեմատությամբ, բայց չէի ասի, որ դա շատ մտահոգիչ է, որովհետեւ հակառակը տնտեսության կառուցվածքը բավականին ավելի բալանսավորվեց։ Եվ ունենք տնտեսական ոլորտներ, որոնք ունեն առաջընթաց զարգացում, արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարության նվազում, դա նշանակում է տնտեսությունը մեր ավելի տրամաբանական եւ հավասարակշռված հիմա կառուցվածք ունի, քան մինչեւ ճգնաժամը։ Այդ առումով դա կարելի է դրական գնահատել եւ հավասարակշռված է թե հարաբերակցությունը, թե կառուցվածքը, թե դինամիկան եւ այդ առումով կարող ասեմ, որ դա բավականին տրամաբանական է։ Եվ ընդհանուր առմամբ 2012-ի մասին երկու հիմնական կառավարությունից սիգնալներ են գալիս։ Նախ առաջինը, որ 2012-ը կլինի տնտեսական աճի շարունակության տարի, բայց մյուս կողմից նաև շատ մեծ է վտանգը ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին։ Հիմա ի վերջո որն է լինելու, հա, հասկանալի է, որ մեկը մյուսին կարող են եւ չբացառել փող լրացնել, բայց նաև կարող են միմյանց խանգարել։ Ինչպես պատրաստվել 2012-ին։ Մինչև վերջ գումարները չծախսել ամանորին այնուամենայնիվ պահել, որովհետև 12-ը ավելի դժվար տարի լինելու թե։ Ոչ, այդպիսի խորհուրդներ ես չէի տա, հակառակը պետք է տրամադրվել ավելի կայուն զարգացումների տրամադրվածություն ունենալ, ինչ վերաբերում է գլոբալ զարգացումների, որը միակ ռիսկն է կարծում եմ մեր տնտեսության համար, ի տարբերություն նախորդ ճգնաժամի, երբ որ գլոբալ կառավարիչները, քաղաքական եւ տնտեսական ղեկավարները հիմնականում սպասողական կեցված կար եւ բոլորը սպասում էինք թե ինչպիսին կարող է լինի ճգնաժամը, ապա այս պարագայում եւ դա ուրախալի է, որ մենք փաստորեն ըստ էության փորձում ենք կանխել։ Մենք նկատի ունենք ամբողջ համաշխարհային տնտեսության հետ առնչվող թե կառավարիչները, թե ղեկավարները, թե քաղաքական, թե տնտեսական գործիչները եւ այդ առումով բավականին ջանքեր են գործադրում եւ Եվրոպական միությունում եւ Միացյալ Նահանգներում, խոշոր տնտեսություններում, որպեսզի հնարավոր գործիքները կիրառել կանխելու նոր ճգնաժամային զարգացումների առումով։ Եվ մենք էլ այդ առումով հիմա արդեն բավականին պատրաստված ենք։ Ունենք բավականին փորձ, գործիքներ եւ գիտենք ինչ իրավիճակում ինչ գործողություններ պետք է իրականացնենք։ Այդ առումով իրավիճակը, ասենք 2008 թվականին եւ հիմա էականորեն տարբերվում է այդ կառավարչական փորձերը արդեն ամբողջ աշխարհը գիտի եւ ավելի պատրաստ է դրան։ Մյուս տարի մեզ սպասվում է ավելի մեծ բյուջե, ավելի շատ ծախսեր, 101 միլիարդ դրամի ավելացում նաեւ հարկերի մասով։ Ես հասկանում եմ, որ որպես կառավարության ներկայացուցիչ դուք պարտավոր եք լինել լավատես եւ նաեւ պարտավոր եք լինել իրատես եւ ասել, որ հարկերը կհավաքեն, բայց եթե անկեղծ լինենք, որքանով է իրատեսական այդ բյուջեն, պարոն Դավթյան։ Կարծում եմ բյուջեն ամբողջովին իրատեսական է, բյուջեն ծախսային մասով 1 տրիլիոն 44 միլիարդ ծավալ է նախատեսում, վերջին նախագիծը այսօր մենք քննարկեցինք եւ կառավարությունը հավանություն տվեցինք, այն իրատեսական է, որովհետեւ հիմնված է թե մակրոտնտեսական իրողությունների կանխատեսման, որոնք հիմքում ունենք նաև տնտեսական զարգացումները այս տարվա, եւ նաև կարծում եմ այն գործողությունները եւ օրենսդրական փոփոխությունները, որը արվեցին կառավարության կողմից վերջին շրջանում, այդ թվում նաև բյուջետային փաթեթի շրջանակներում կարող ենք վստահություն ունենանք, որ մենք բյուջեն կարողանանք կատարել հաջորդ տարի եւ կարեւոր է որ բյուջեն այս հաջորդ տարվա բավականին հավասարակշռված է, մասնավորապես բյուջետային դեֆիցիտի մակարդակը բավականին ցածր է եւ մենք վերադառնում ենք նորմալ դասական ռեժիմի բյուջեի, որը շատ ուրախալի է եւ վստահություն է ներշնչում, այդ թվում նաև մակրոտնտեսական ռիսկերը նվազեցնելու առումով։ Եվ լրագրողների ամենասիրելի հարցը դա վերաբերում է Moody's-ի, Doing Business-ի եւ Fitch-ի գնահատականներին։ Չգիտես ինչի հատկապես այս տարի այդ մասին սկսեցին բոլորը շատ խոսալ եւ իմ տպավորությամբ անհասկանալի է նախ կառավարության որթեգրած քաղաքականությունը կամ կառավարությունը, երբ որ կառավարության նիստին հայտարարվում են, թե ինչ որ կազմակերպություն մեզ լավ է գնահատել, բավարար է գնահատել կամ գերազանց է գնահատել, հետո սկսվեց արդեն զտումը, թե սա կարևոր է, սա կարևոր չէ, հետո սկսվեց թե արդեն, բայց սա վերաբերում է ասացեք, խնդրեմ, հասկանալի է, որ հասարակ հեռուստադիտողի համար, ոչ թե սովորական քաղաքացու համար կամ ընդհանրապես մեր միջին վիճակագրական քաղաքացու համար, մեծ հաշվով թե Moody's-ը մեր հեռանկարը ինչպիսի ռիսկային է համարում եւ կայուն բիզնեսից, կայուն զարգացումից ռիսկային է համարում, դա ոչինչ չի նշանակում։ Մարդը եթե վատ էր ապրում Doing Business-ը կամ Moody's-ը դրանով չի անի։ Այդքանով հանդերձ
ըստ վերլուծաբանների Moody's-ի գնահատականը չի ազդի Հայաստանի ընդհանուր արտաքին տնտեսական վարկի վրա, բայց կարող է ազդել ցնելու հնարավորության վրա։ Մենք ունենք վարկեր, որ պետք է վերցնենք հաջորդ տարի, եւ արդյոք Moody's-ի գնահատականը կարող է այդ առումով մեզ խանգարել։ Նախ ասեմ, որ շատ ուրախալի է, որ մենք կարողանում ենք արդեն տարբերակել այն հեղինակավոր ընկերություններին, որոնք տալիս են սուվերեն վարկանիշներ, եւ այն պատահական ընկերությունների, որոնք դա առնում են այսպես։ Դա հիմա ո՞րն է մեր համար հեղինակավոր։ Այն 3 կազմակերպությունները, դա Standard & Poor's, Moody's եւ Fitch։ Հայաստանի գնահատականը մեր պայմանավորության համապատասխան տալիս է Fitch-ը եւ Moody's-ը, որը բավականին հեղինակավոր իրոք կազմակերպություններ։ Standard & Poor's-ը ինչ է տվել այս տարի։ Standard & Poor's-ը Հայաստանին չի գնահատում, նա գնահատում է այլ երկրներին, բայց դա սովորական բան է, ցանկացած երկիր այս 3-ից մեկին կամ 2-ին է ընտրում, մենք ընտրեցինք այս 2-ին։ Եվ իրենց գնահատականները իրոք բավականին բարձր մասնագիտական որակի են։ Ինչ վերաբերում է վերջի գնահատականին, ապա ոչ մի արտառոց բեմ այստեղ ես չեմ տեսնում, եւ այն մի փոքր նվազումը ռեյտինգի, ինչորից Հայաստանի ռեյտինգները սուվերեն վարկանիշները բավականին վատը չեն եւ համապատասխանում է մեր տնտեսությանը եւ այդ թվում նաեւ տարածաշրջանային մեր գործընկերների առումով համադրելի են։ Եվ այստեղ ոչ մի արտառոց բան չկա, լինում է վարկանիշի մի փոքր բարձրացում, մի փոքր նվազում այս կամ այն հանգամանքներից ելնելով։ Վերջի գնահատականի նվազումը, որ այսպիսի արձագանք առաջացրեց, հիմնականում պայմանավորված էր արտաքին հնարավոր ռիսկերի, որտեղ Հայաստանի տնտեսությունը շատ կապակցված է Ռուսաստանի, Եվրոպական միության հետ, եւ դրան գնահատականը հետեւելն է, Ռուսաստանի գործերը վատացան, ձեր գործերն էլ են վատանան։ Հնարավոր է, որ վատանան եւ ասենք նույն եվրոպական շուկան կարող է պահանջարկի առումով նվազի, որը կբերի գների նվազման, որը իհարկե կարող է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Սրանով է պայմանավորված, բայց ռեյտինգները ունեն հատկություն եւ իջնելու եւ բարձրանալու, այնպես որ որոշակի ժամանակահատվածում որոշակի փոքր փոփոխությունները չեմ կարծում, որ այդպիսի մեծ արձագանք պետք է առաջացնի, դրան պետք է վերաբերվել հանգիստ։ Հիմա վարկ մյուս տարի վերցնելու ենք, պարտք վերցնելու ենք եւ արդյոք Moody's-ի այս գնահատականը կարող է ազդել կամ դժվարացնել։ Մենք ցանկացած երկիր իր բյուջեում նախատեսում է որոշակի վարկային միջոցներ, որոնք ներգրավում են այս կամ այն խնդիրները լուծելու։ Այդ վարկային միջոցները լինում են ներքին աղբյուրներից եւ արտաքին աղբյուրներից։ Բնականաբար մենք պետական բյուջեում նախատեսել են որոշակի աղբյուրներ, հիմնականում դա Եվրոպական միությունն է, Համաշխարհային բանկն է եւ Ասիական զարգացման բանկն է, մեր ավանդական գործընկերները եւ հաջորդ տարվա բյուջեում նախատեսված են բավականին ողջամիտ ծավալներ, որոնք ներառված են բյուջեի շրջանակներում եւ ասեմ, որ այդ վարկային միջոցները, որոնք ներգրավելու են, տեղավորվելու են այն բյուջետային դեֆիցիտի ցածր մակարդակի 3.2%, որը նախատեսված է պետական բյուջեում։ Ընդհանուր առմամբ մեր պետական պարտքը գտնում է կառավարելի շրջանակներում մոտ 42-43%-ի շրջանակներում հնայի նկատմամբ, որը բավականին նորմալ ցուցանիշ է։ Դա շատ չէ։ Շատ չէ, դա նորմալ ցուցանիշ է, բայց ինչևիցե մենք կփորձենք առաջիկա տարիներին հնարավորին չափ այդ ցուցանիշը տանել դեպի ներքև, ոչ թե դեպի վեր, որտեղ ոչ այնքան վարկեր պետք է չստանալ, ինչքան հնան պետք է ավելացնել, որ այդ հարաբերակցությունը բարելավի։ Կառավարության հակաճգնաժամային քայլերից մեկը 3 տարով ավելացած արժեքի հարկից ազատումներ, արդյոք արդարացնում են։ Միանշանակ արդարացնում է, բավականին լավ գործիք է եւ մենք արդեն այս պայծրությամբ մենակ այդ գործիքի ճիշտ կիրառման արդյունքում լրացուցիչ մոտ 80 միլիարդ դրամ ներգրավեցին վերջին 1.5 տարվա ընթացքում տնտեսություն։ Դա հսկայական ու դրանք ռեալ ներդրումներ են, դրանք սարքավորումներ են։ Այդ 80 միլիարդը դրանք սարքավորումներ են, ժամանակակից սարքավորումներ, դրանք այնպես որ կվերանան կամ կհեռանան։ Հակառակը, նրանք կարծում եմ ոչ միայն կվերանան, մենք ունենք արդեն 3 ծրագիր, ընդհանուր առմամբ մոտ 20 ծրագիր արդեն մենք այդ շրջանակներում իրականացնել ենք եւ 3 ծրագիր դիմել են մեզ կրկնակի այդպիսի նոր ներմուծումներ իրականացնելու, այսինքն ընդլայնելու իրենց ներդրումային ծրագրերը։ Կառավարությունը մշակել է հաստատել է Հայաստանի արտահանման ուղղված արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը։ Ինչ է դա նշանակում։ Դա բավականին հետաքրքրական փաստաթուղթ է, որը առաջիկա օրերին մենք կներկայացնենք հանրությանը։ Ըստ էության դա այս ձևաչափով առաջի դեպքն է, երբ որ մենք հստակ նկարագրում ենք թե մեր արդյունաբերությունը, մասնավորապես եւ տնտեսությունը, ընդ որում արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսությունը ինչպես պետք է զարգանա եւ պետությունը ինչ գործիքներով պետք է այն խթանի, ինչ քաղաքականություն է իրականացնելու եւ որ ոլորտներն են մեզ համար ուշադրության կենտրոնում։ Ինչով դա հերթական փաստաթուղթ չէ։ Ձևաչափով
Մեկ եւ երկրորդը, որտեղ բավականին ընդգրկում է եւ բավականին մասնագիտական կարծում լավ մակարդակով փաստաթուղթ է նախապատրաստված եւ նաեւ իր պրակտիկ եւ պրագմատիկ կիրառելիության առումը, որտեղ ես միշտ դեմ եմ լինել տարբեր փաստաթղթերի, որոնք իրական կյանքի հետ քիչ առնչություն ունեն եւ ապրում են իրենց ինքնուրույն կյանքով։ Այս փաստաթուղթը ըստ էության արտացոլում է այն գործողությունները եւ այն քայլերը, որ մենք կյանքում իրականացնում ենք ռեալ տնտեսության մեջ։ Եվ այդ առումով ինքը ըստ էության մեր ռեալ գործողությունների քաղաքականության արտացոլումն է, այսինքն մարդիկ այդ փաստաթղթի մեջ կտեսնեն համապարփակ եւ հասկանալի ձևով, թե ինչ է անում, ինչ է անելու եւ ինչպես է անում պետությունը խրախուսելու տնտեսությունը, արդյունաբերությունը ամենակարևորը եւ արտահանման ուղղվածության ունեցող արդյունաբերությունը։ Մենք առաջիկա կիրակի օրը դա բավականին լայնորեն կներկայացնենք հանրությանը։ Այս տարի նախագահի հանձնարարությամբ գյուղատնտեսական ոլորտը հայտարարվեց գերակաճյուղ, հատուկ հանդիպում եղավ բանկերների հետ, որպեսզի տոկոսադրույքները իջացնեն, դոլարից անցնեն դրամային ֆինանսավորման։ Արդյոք հասկանալի, որ գյուղատնտեսության աճ կա եւ հասկանալի է, որ գյուղատնտեսության նախարարը կշարունակի պաշտոնը վարել համաձայնության, բայց արդյոք այն աճն էր, որ ակնկալվում էր։ Այո, որտեվ անցյալ տարվա այդ բավականին ծանր անկումից հետո մենք կարողացանք մեկ տարվա ընթացքում, այդ թվում նաև համատեղ ջանքերի շնորհիվ, իհարկե եւ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների եւ կառավարության եւ պետության եւ բանկային համակարգի, որտեվ ասենք հիշեցնեմ կառավարության մասնակցությունը մենք սուբսիդավորում ենք այն վարկերը, որ տրամադրում է եւ պետական ռեսուրս ենք դրան հատկացնում, համատեղ ջանքերի արդյունքում մեզ հաջողվեց փաստորեն ըստ էության վերականգնել գյուղատնտեսության այն կորուստը, որ մենք ունեցանք ծավալային առումով անցյալ տարի։ Կարծում եմ եւ նաեւ հիմք է դրվել հաջորդ տարվա համար, որովհետեւ բացի վերականգնողական աճից, որը կա գյուղատնտեսության մեջ, ի տարբերություն ասենք արդյունաբերության մեջ, որտեղ կա իրոք կայուն զարգացում, մենք պետք է փորձենք այդ մակարդակ ոչ միայն պահպանել, այլ դրա վրա անցնել առաջ, ընդ որում նաև տեխնոլոգիական մի քիչ եւ բարեփոխումների առումով նոր գործիքների կիրառմամբ։ Այսինքն գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որտեղ իրոք անհրաժեշտ է նաև բարեփոխումներ, նոր տեխնոլոգիական մոտեցումներ, բայց ինչևիցե կարծում եմ այս տարվանից մենք պետք է բոլորս բավարարված լինենք։ Տարվա առաջին կեսին նվազել էր մանրածախ առևտրի ծավալները, ինչպիսին է վիճակը այժմ։ Դա սովորական երևույթ է հետ ճգնաժամային ժամանակահատվածից հետո, երբ որ այսպիսի սպասողական վիճակ կար եւ մարդիկ որոշակի զգուշավոր վերաբերմունք էին ունենում եւ դա բոլոր երկրներում տեղ ունեցավ, կարծում եմ այդ ծավալները ընդհանուր առմամբ արդեն վերականգնում են եւ ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալները այս եւ հաջորդ տարի արդեն ըստ էության հասել են միշտ ճգնաժամային ժամանակահատվածի մակարդակի։ Պարոն Դավթյան, մենք շատ երկար եւ ինտենսիվ բանակցում ենք Եվրամիության հետ եւ նաեւ Եվրամիությունն էլ ժլատ չէ իր գնահատականներում, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, բայց կարող եք բացատրել ավելի հասկանալի լեզվով, թե դրանից մեզ ինչ մեր տնտեսության օգուտ ինչ, մենք Եվրամիության պես հարուստ երկիր կդառնանք, ու Եվրոպայության արևմտյան երկրների պես, Հունաստանի պես աղքատ չէ։ Կարծում եմ ինչքան որն է ամենաանկյունակար այդ բանակցությունները, դրանից մեր օգուտը որն է շոշափելի։ Մենք պետք է կարողանանք եվրոպական տնտեսական համակարգի մեջ հնարավորին չափ ինտեգրվենք։ Ինչու՞։ Որովհետև դա հնարավորություն է դառնալ մասնակից մի հսկայական շուկայի։ Ինչու՞։ Որովհետև մենք ապրանքների իրացման խնդիր ունենք։ Մենք ունենք մրցունակ ապրանքներ, որոնք կարող են Մենք ունենք արդեն մրցունակ ապրանքներ, որոնք կարող են իրացնել եվրոպական միությունը։ Եվ եվրոպացիները չեն առնել, չեն գնի այն ապրանքները, որոնք արտադրում են Եվրոպայում եւ կառնեն մերը։ Եթե այդ ապրանքները լինեն որակական համապատասխան չափանիշների մակարդակի վրա, կարծում եմ, որ իրանք մեծ հաճույքով կգնան եւ հիմա էլ են գնում։ Մենք ունենք բավականին մեծ ծավալի, լուրջ ծավալի արտահանում Եվրոպական միություն։ Ինչ։ Մենք սկսած մետալուրգիական ոլորտից վերջացրած, այո, եւ հումք ենք արտադրում, վերամշակված հումք ենք արտահանում, վերջացած սննդամթերքից եւ կարծում եմ այդ ցանկը պետք է ընդլայնվի եւ բայց դրա համար մենք պետք է ապահովենք որակական որակի վերահսկողության եւ կարգավորման եվրոպական համակարգ, եվրոպականին համապատասխան համակարգ, որպեսզի ճանաչվեն մեր ապրանքները եւ մեր կողմից տրված որակական սերտիֆիկատները։ Հենց դա էլ ուղղություններից մեկն է, որ մենք հիմա Եվրոպական միության հետ աշխատում ենք։ Բայց եվրոպական շուկան մեզ համար ամենամոտ եւ բավականին բարձր գնողունակություն ունեցող
շուկա է եւ կորցնել այդ հնարավորությունը կարծում եմ ճիշտ չի լինի եւ դրան են ուղղված մեր ջանքերը ինտեգրվելու եվրոպական շուկային, այսինքն մատչելի դարձնել այդ շուկան մեր արտահանողների համար նախ եւ առաջ եւ երկրորդը իհարկե եվրոպական միությունից մեկ ակնկալում ենք ներդրումներ եւ մենք ունենք բավականին շատ ընկերություններ եվրոպական միությունից, որոնք արդեն ներդրումներ են արել Հայաստանում եւ այդ ցանկը եւ ծավալը իհարկե պետք է ընդլայնվի։ Դրա հիմնական գործիքը, որը մենք հիմա իրականացնում ենք, դա այսպես կոչված ասոցիացման համաձայնագիրն է, որի շրջանակներում իր կարևորագույն կոմպոնենտը դա այսպես կոչված խորի եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն է, որի բանակցությունների սկիզբը դա կարծում եմ կլինի մեր մեծ հաջողությունը։ Ես կարծում եմ մենք հիմա արդեն ավարտում ենք այն անհրաժեշտ գործողությունները եւ միջոցառումները, որոնք պետք է անենք, որպեսզի կարողանանք մինչեւ տարվա վերջ կարծում եմ դա մեզ կհաջողվի հիմնականում, որպեսզի մենք կարողանանք հաջորդ տարվա ընթացքում արդեն Եվրոպական միությունը հայտարարի, որ պատրաստ է Հայաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների սկզբին։ Իսկ բանակցությունների ավարտից հետո եւ այդ համաձայնագիրը ունենալու պարագայում կբացվեն Եվրոպական միության։ Դա որքան կտևի, մի 10 տարի։ Կարծում եմ շատ ավելի քիչ։ 8 չէ, ավելի քիչ։ 5 մինչև 5 տարի։ Եթե ավելի ինտենսիվ աշխատենք, նույնիսկ հնարավոր է 3-4 տարվա ընթացքում սկսելուց հետո բանակցությունները։ Իսկ բանակցությունների սկիզբը մենք ակնկալում ենք հաջորդ տարվանից։ Բարի, եկեք խոսենք զբոսաշրջությունից։ Զբոսաշրջությունը սահմանվել է որպես տնտեսության գերակա ճյուղ։ Դուք վերջերս նշել եք 2011-ի կտրվածքով կա 13%-անոց զբոսաշրջության ոլորտում։ Ինչ պետական աջակցություն կա туриզմի ոլորտի զարգացմանը եւ ինչպիսին են պրոգնոզները կանխատեսումները 2012-ի համար։ Նախ առաջ ես ասացի, որ պետական բյուջեի մենք ընդամենը երկու ոլորտին ունենք ամիջական ֆինանսական աջակցություն։ Դա զբոսաշրջության ոլորտն է եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այսինքն այն երկու ոլորտները, որը պետությունը հայտարարել է գերակայություն։ Իհարկե այդ միջոցները շատ չեն մեր սահմանափակ հնարավորությունների շրջանակներում, բայց աջակցման ձևերը միայն ամիջական ֆինանսական աջակցություն, բյուջետային աջակցություն տրամադրելը չի։ Դա մեր ձեռնարկությունների աջակցումն է իրանց արտահանման գործընթացներում։ Դա նաև միջազգային կազմակերպությունների ռեսուրսների ներգրավումն է այդ ոլորտում, մասնավորապես туриզմի մասին է հիմա խոսքը գնում, եւ այս ոլորտը իրոք գերակայություն է եւ մենք ունենք այդտեղ, ինչպես նաև իմ նշած մի քանի այլ ոլորտներից բավականին խոստումնալից եւ դինամիկ զարգացում եւ կարծում եմ մինչեւ տարվա վերջ մինչեւ 15% կապահովենք եւ ընդհանուր կունենանք մինչեւ 800,000 զբոսաշրջիկների մուտք Հայաստան։ Մենք նախատեսում ենք գործողություններ իրականացնել, որպեսզի առաջի 2-3 տարիների ընթացքում կարողանանք հատել այդ խորհրդանշանական 1 միլիոն զբոսաշրջիկի ուրեմն շեմը, կարծում եմ դա մեզ կհաջողվի։ Բայց դրա համար պետք են ենթակառուցվածքներ, դրա համար պետք են ծառայությունների համապատասխան մակարդակ։ Այս տարի դուք գիտեք, որ բավականին լուրջ առաջընթաց ունենք, մասնավորապես նոր օդանավակայանի եւ նույնիսկ ասեին 2 օդանավակայանի Ստեփանակերտի սպասվելիք օդանավակայանի գործարկումը էականորեն այդ հնարավորությունները կմեծացնի։ Վերականգնում են ճանապարհները, ենթակառուցվածքները, հյուրանոցային համալիրները։ Այս պայծրությամբ 3 մենք Հայաստանում ունենք ներկայացված 3 համաշխարհային ցանցային բրենդեր հյուրանոցային, եւս դա Marriott-ն է, Golden Tulip-ը եւ Best Western-ը։ Այսօր հիմա ընթացքի մեջ են եւս 3 հյուրանոցային միջազգային բրենդերի մուտքը Հայաստան, դա Hyatt-ն է, Howard Jones-ը եւ Best Western-ի լրացուցիչ մեկ հյուրանոցի բացումը, որը Radisson-ի մասին էին խոսում։ Գնում են նաեւ բանակցություններ մի քանի, ես հիմա ուղղակի չհնչեցնեմ անունները, որովհետեւ դա դեռ բանակցությունների ընթացք են, կարծում եմ եւս 2-3 բրենդային համակարգեր մենք կունենանք Հայաստանում առաջիկա 1-2 տարիների ընթացքում, որը վստահություն է ներշնչում այցելող զբոսաշրջիկների համար եւ երբ որ նրանք կանխատեսելի քարտեզի վրա նրանք եթե տեսնում են ծանոթ անուններ, իրանք ավելի վստահ կարող են այդ երկիրը այցելել։ Եվ հետաքրքրական է նաև Վրաստանի փորձը եւ մենք պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, որ կփորձենք նաև այն ընկերությունները, որոնք ներկայացված են Վրաստանում եւ ներկայացված չեն Հայաստանում, փորձել իրենց ներգրավել նաև հայկական շուկա։ Հյուրանոցային ընկերություններ, այդ թվում նաև հյուրանոցային ընկերություններ։ Եվ կարծում եմ այդ գործընթացը բավականին պետական աջակցության այս ամբողջ այս զբոսաշրջային ոլորտի բարեփոխման արդյունքում արդյոք վերանայվեն գները, որ մենք ինքներս մեզ հյուր չզգանք զբոսաշրջային վայրերում, որովհետև ես հասկանում եմ, որ գուցե
ծեծված թեման է սա, բայց որ զբոսաշրջային գները թանկ են, անմատչելի են առաջի հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, դա ակնհայտ է։ Դրա միակ ձևը մրցակցության ավելացումն է։ Ինչքան շատ խաղացող մենք, ինչքան շատ առաջարկ մենք ունենանք այդ ոլորտում, այնքան հնարավորություն կլինի մրցակցության դաշտում այդ գները իջեցնել։ Իհարկե պետությունը որոշակի հորդորման եւ այլ միջոցներ կիրառում է, բայց ամիջական լծակներ գնագոյացման վրա, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում շատ սահմանափակ են։ Եվ այդ առումով ես կարծում եմ մենք ճիշտ ուղղությամբ ենք, փորձում ենք հնարավորին շատ ներդրումներ ներգրավել, խաղացողներ, սուբյեկտներ, տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ավելացնեն մրցակցությունը եւ դրանով հնարավորություն ընձեռնեն նաեւ իջեցնել այն գնային մակարդակը, որը ոչ մեկս բավարարված չէ այն մակարդակից, որը մենք այսօր ունենք։ Սա է ճանապարհը։ Հիմա արդեն Հայաստանի զբոսաշրջային սեզոնայնությունը ապահովված է կլոր տարին, թե առայժմ դա ամառ աշունն է եւ Կարծում եմ ամբողջապես 100%-ով երևի վաղ կլինի դրա մասին ասել, բայց որ էական տեղաշարժը դա ակնհայտ է եւ բոլորիս համար տեսանելի է, որ Հայաստանը արդեն միայն ամառը չի կարողանում ներգրավել եւ ունենալ հնարավորություններ ներգրավել զբոսաշրջիկներ, թե տեղական, թե օտարերկրյա։ Եվ զբոսաշրջային ոլորտում կլինի ճեղքում, breakthrough, այն իմաստով, որ Վրաստանը օրինակ հայտարարել է, որ 2015-ին պետք է ունենա 5 միլիոն զբոսաշրջիկ։ Մեր համար մի քիչ այդ նշաձողը շատ ցածր չի 1 միլիոն։ Գիտեք, ես կողմնակից չեմ այդպիսի ամպագորգոր հայտարարություններին, ավելի ճիշտ մենք գլուխներս կախ մեր գործը անենք արագ եւ ունենանք հստակ կայուն զարգացում, որը որ կարծում եմ մենք այս պայծրությամբ ունենք։ Արտահանման վերադառնալով արտահանման ցուցանիշներին, արտահանման մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում հանքարդյունաբերությունը, մենք արտանում ենք վերամշակված հումք։ Երբ կամ ինչ պետք է անել, որպեսզի դրա փոխարեն արդեն պատրաստ է արտադրենք արտահանվում։ Ասեմ մոլիբդենի մենք հիմնական մեր խտանյութերը դա բղինց եւ մոլիբդեն։ Մոլիբդենի մասով ամբողջ խտանյութը վերամշակում է Հայաստանում, ձուլվում է եւ արտահանվում է, այսինքն այդ առումով խնդիրը լուծված է եւ Հայաստանը ունի ոչ միայն հանքարդյունաբերություն ոլորտ, այլև մետալուրգիական ոլորտ, որտեղ իրականացում է ձուլում։ Դրանք երկու իրար կապակցված, բայց տարբեր արդյունաբերության ճյուղեր են։ Պղնձի խտանյութի մասով մենք պետք է կարողանանք խտանյութի ծավալները հասցնենք այն մակարդակի, որին մենք տեսանելի ապագայում կմոտենանք, երբ որ տնտեսապես արդեն ձեռնտու լինի ուրեմն ձուլման գործարանի կառուցումը հզոր մեծ ժամանակակից եւ կարծում եմ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր հզորությունների հանքանյութի նոր հզորությունների գործարկման պարագայում մենք կարողանանք հասնել իսկ այդ շեմը սովորաբար գնահատվում է 100,000 տոննայի շրջանակներում մենք կարողանանք մոտենալ հանքանյութի այդ ծավալի, որը հնարավորություն կդառնա տնտեսապես ավելի ձեռնտու այդ ձեռնարկությունը կառուցելու։ Մենք արդեն ունենք ծրագիրը մշակած, բավականին լավ ծրագիր է եւ կարծում եմ առաջիկա տարիներին մենք անպայման դրան կանդրադառնանք։ Նայրիտի Գորդյան հանգույցը մյուս տարի կլուծվի։ Կփորձենք։ Ինչպես։ Նախ-առաջ Նայրիտը իհարկե բարդ խնդիր է եւ մեկ տարվա պատմություն չունի, բայց հիմա ջանքեր են գործադրում, որպեսզի նախ-առաջ մենք պետք է ունենանք այդտեղ միջազգային օպերատոր։ Պարոն Դասյան, ով է հիմա Նայրիտի սեփականատերը։ Ձեզ հայտնի ընկերություն է, օտարերկրյա ընկերություն է, որը իրականացնում է ընթացիկ կառավարումը եւ պետությունը ունի 10% Նայրիտում մասնաբաժին, որը մեզ հնարավորություն է տալիս ընթացիկ գործողություններում կառավարությունը եւ վարչապետը կապ ունեն Նայրիտի հետ այդ 10%-ի շրջանակում։ Ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ Կապ ունենք որպես կառավարության ղեկավար։ Կառավարության ղեկավար։ Այո, բնականաբար կառավարությունը ունի 10% Նայրիտում եւ ինքը այդ մասնաբաժնի շրջանակներում իրականացնում է նաեւ մասնակցությունը Նայրիտի ընթացիկ եւ ավելի շատ ոչ ընթացիկ ինչքան ավելի ռազմավարական խնդիրների քննարկման եւ լուծումներ ստանալու առումով։ Հասկանալի է, երբ կամ ինչպես է կառավարությունը պատկերացնում, ինչպես պետք է աշխատի Հայաստանի արդյունաբերական հսկան։ Այստեղ ամենակարևորը, որ մենք ունենանք իրոք միջազգային փորձ ունեցող ընկերություն, որը ստանձնի այդ պատասխանատվությունը կառավարման առումով, եւ մենք պատրաստ ենք այդ ընկերության համար, այդ թվում, եթե այդպեսին ունենանք, նաեւ լրացուցիչ
ֆինանսական եւ արկային միջոցներ ներգրավելու, բայց իհարկե այդ դա պետք է ամբողջ ծրագիրը համապարփակ եւ համապատասխան ներդրողը եւ կառավարիչը լինեն, որպեսզի մենք կարողանանք վստահ լինել, որ Նաիրիտը հնարավոր կլինի արդյունավետ աշխատեցնել։ 2012-ին դա դժվար լինի։ Ну 12-ին չեմ բացառում։ Դա կախված է մի շարք հանգամանքներից։ Ռուսական վարկ կլինելու է Նաիրիտի։ Դա ռուսական վարկ չի, այն վարկային միջոցը, որը մենք դիմել ենք, դա եվրասիական հիմնադրամի միջոցներն են, որտեղ նաև մասնաբաժին ունի Հայաստանը, ոչ մեծ մասնակցություն, հիմնական ռեսուրսը իհարկե Ռուսաստանինն է եւ Ղազախստանինն է, եւ Հայաստանը եվրասիական այդ հիմնադրամում ունի մասնակցություն եւ ակնկալում են նաև հնարավոր ֆինանսական աջակցությունը, բայց այդ հարցը դեռ վերջնական նիստը դեռևս տեղի չի ունեցել եւ վերջնական քննարկում եւ այդ վարկից պետք է գումարներ հատկացվեր նաեւ Նաիրիտի աշխատավարձերի մարմանը, մինչեւ այդ դժվար մարեն Նաիրիտի աշխատավարձերը։ Կարծում եմ դա առանձին խնդիր է, որով կառավարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է եւ սոցիալական կոմպոնենտը այդ խնդրի մեր ուշադրության կենտրոնում է եւ լուծումներ են գտնում, ինչ վերաբերում է խոշոր ներդրումային ծրագիրը, սա մի քիչ ավելի մինչեւ ամանոր Նաիրիտի աշխատավարձերի գոնե մի մասը կտան, որ մարդիկ կարողանան ամանորյա գնումներ անել։ Կարծում եմ, որ հնարավոր ամեն ինչ կարվի դրա համար։ Դա 50%-անոց այո էր, պարոն Դավթյան։ Ես դա մի քիչ վերապահումով եմ ասում, որտեղ Նաիրիտը ըստ էության չի գտնում էկոնոմիկայի նախարարության անմիջապես օպերատիվ կառավարման տիրույթում։ Դրա համար եմ ես այդպես զգուշողական պատասխան տալիս։ Հասկանալի է։ Ամենայն դեպս հավատացնում եմ ձեզ, որ բոլոր հնարավոր ջանքերը կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվելու են։ Իդեպ Նաիրիտի հոսքագիծը, որ բացվեց Չինաստանում, դուք տեղեկություն ունեք, դա աշխատում է եւ տալիս է արդյոք եկամուտներ, այո, որտեղ կարծում եմ դա մեր հաջողված ծրագրերից էր։ Այն ժամանակ այդ Նաիրիտը գտնվում էր մեր նախարարության տիրույթում եւ կարծում եմ այն ժամանակ դա ճիշտ որոշում էր եւ այդ ձեռնարկությունը Չինաստանում գործարկվեց եւ կարծում եմ մեր հաջողված ներդրումները այս անգամ ներդրում արտերկիր, սա այդ առումով նաեւ հատկանշական է, որ մենք ոչ միայն կարողացանք ներդրումներ են գրավում, այլև ինչու՞ չէ, որոշ դեպքերում եւ չինացիները աշխատում են եւ մեզ փող են ուղարկում։ Դեռևս չէ, բայց նախատեսված է, այսինքն ձեռնարկությունը ամբողջ հզորությամբ աշխատելու պարագայում եւ շահույթներ ստանալուց պարագայում մենք այնտեղից ակնկալում ենք նաեւ եկամուտներ։ Ինչևիցե նաեւ հատկանշական է, որ մեր տեխնոլոգիան իր կիրառությունը ունեցավ այնպիսի երկրում, ինչպիսի Չինաստանը եւ արժանացավ բարձր գնահատականի։ Եվ դուք նոր եք վերադարձել Վրաստանից, ինչպիսին էին հայ-վրացական բանակցությունները տնտեսական գործակցության առումով, նախ Վերին Լարսի առումով։ Կարծում եմ շատ հաջողված բանակցություններ էր եւ ամենաբարձր նախագահների մակարդակով եւ մեր գործընկերների հետ մենք այդ առիթը օգտագործեցինք նաեւ անմիջական հարցեր քննարկելու մեր վրացի գործընկերների հետ բոլոր խնդիրները, որոնք մենք բարձրացրեցինք, իսկ այն այդպիսի խնդիրներ, նաեւ որոշակի ոչ մեծ վիճահարույց խնդիրներ, բոլոր խնդիրները լուծում ստացան եւ բավականին արագ լուծում ստացան, այստեղ իհարկե նախագահների աջակցությունը վճռորոշ էր, ասեմ, այս ձևաչափի եւ այս արդյունավետության եւ մենք նաեւ շատ կարեւորում եմ կարողացանք նաեւ այնպես մշտական աշխատանքային հարաբերություններ հաստատել մեր գործընկերների հետ եւ պայմանավորվեցինք, որ գնայենք Վրաստանը եւ Հայաստանը որպես տնտեսական միասնական տիրույթ։ Այդ առումով մենք կարող ենք շահել շատ, որովհետեւ Հայաստանը առանձին եւ Վրաստանը առանձին ավելի քիչ գրավիչ են օտարերկրացու համար, քան թե նրանք հանդես գան որպես միասնական տնտեսական տարածք, որտեղ գրավիչ կլինի ներդրումների եւ գործարարությամբ զբաղվելու համար։ Դա նշանակում է, որ դուք հաճախակի եք հանդիպելու վրացի ձեր հմայիչ գործընկերոջ հետ։ Չի բացառվում։ Ասեմ, որ բավականին լավ մասնագիտական պատրաստվածություն ունեցող գործընկերներ ունենք Վրաստանում եւ բավականին կառուցողական են տրամադրված եւ կա Հայաստանի նկատմամբ ամենակարևորը շատ բարի եւ գործնական վերաբերմունք եւ մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ տարվանից մեր շփումները եւ ամենակարևորը մեր գործարարների շփումները կշարունակվեն, որովհետեւ հենց նախագահի այցի շրջանակներում տեղ ունեցավ բավականին ներկայացական գործարար համաժողով, որտեղ մենակ Հայաստանից մոտ 40 ընկերություններ մասնակցում։ 2012-ին մեր էկոնոմիկան կլինի ավելի կայուն եւ ավելի կանխատեսելի։ Այո, եթե ես դրան չհավատայի, ես
1 ժամ ավել չէի աշխատում։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Դավթյան հետաքրքիր հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ Բանաձևի տաղավարում Բանաձևի հյուրն էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Մենք ընդհանուր առմամբ խոսում ենք 2011 թվականին, որ Հայաստանը աստիճանաբար արդեն վերականգնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներից եւ նաեւ այն մասին, որ ինչ է սպասում 2012 թվականին եւ Տիգրան Դավթյանն ասաց, որ հավատում է, որ 2012 թվականին մեր էկոնոմիկան ավելի լավը կլինի, նաեւ այդ էկոնոմիկան կընդլայնի իր աշխարհագրությունը նաեւ Վրաստանի հետ, մենք կներկայանանք որպես տարածաշրջանային մեկմիասնական տիրույթ եւ այդ իմաստով պարոն Դավթյանը բարի կառուցողական գնահատեց իր ինտենսիվ շփումները վրացի իր գործընկերոջ եւ նաեւ վրացական կողմի հետ։ Դուք դիտում եք Բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։